Շնորհակալություն, սկսեմ վերջից։ Ես սրան անդրադառնալու հնարավորություն ունեցել եմ բազմիցս։ Ես նշել եմ, որ այս հարցերը կարգավորելու են սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում եւ այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, սա կառավարության դիրքորոշումն է ըստ էության, որը ես ամբողջությամբ բնականաբար կիսում եմ եւ կարծում եմ սա այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, նախ բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական process-ների մեջ։ Սա ես բացառում եմ ամբողջությամբ։ Այն ինչ արձանագրվել է մեր մի շարք գործընկերների կողմից, դա ըստ էության ոչ աշխատանքային օրը, ոչ քաղաքական միջոցառման մարդու ցանկության մասնակցությունն է։ Անկեղծ լինեմ, եթե ես սա խրախուսի, դուք պատկերացնում եք պաշտպանության նախարարը խրախուսի, որ զինված ուժերը ինչ-որ բանի մասնակցում են։ Այսինքն այդ ժամանակ դուք 1, 2, 3 հոգու կարձանագրեք, թե կարձանագրեք հազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդկանց։ Նկատի ունեմ մտնել մի շահարկման մեջ, որը իրականության հետ ոչ մի աղերս չունի, կարծում եմ ճիշտ չի։ Ես պաշտոնապես հերքում եմ զինված ուժերի մասնակցությունը որևէ քաղաքական ակցիայի։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշած ինստիտուտի կողմից ինչ-որ որոշումներ ընդունելուն, ես նախ նման ինստիտուտ չեմ ճանաչում եւ բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական կառավարությունից զատ որևէ այլ մարմին կարող է լինել ու գործել։ Ինչ-որ մտածածին առ ոչինչ, գուցե վիրտուալ մարդիկ իրենց վիրտուալ որոշումներով լցնում են դաշտը, համացանցը, դուք էլ օգնում եք, որ դրանք տարածվեն։ Նախ կարծում եմ, որ Կարեն Շաքարյանն այն մարդն է, ում հետ ծառայած տարբեր շրջանում զինծառայողներ, վստահաբար կարող են ասել, որ Շաքարյանը մշտապես ծառայել է Հայաստանի Հանրապետությանը եւ արժանացել է կոչումների եւ շնորհների հիմնականում հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Եվ այսօր մարդիկ, ում չգիտեմ, ես օրինակ չեմ ճանաչում, եթե այստեղ կան մարդիկ, որ իրոք ճանաչում են ձեր կողմից վկայակոչած մարդկանց, այսօր փորձում են կոչումներից զրկել կամ ինչ-որ կերպ անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, իրենց գործունեության, տասնյակ տարիների ծառայության արդյունքում ստացել են շնորհներ, կարծում եմ սա մեղմ ասած աբսուրդ է եւ քննարկման ենթակա չէ։ Ու Կարեն Շաքարյանը կարող եմ ասել այսօր էլ հանդիսանում է զինված ուժերի պատվախնդիր սպա եւ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։ Ինչի համար ես շնորհակալ եմ։ Բայց միայն Կարեն Շաքարյանը չէ, Կարեն։ Ձեզ հետ կհասնեք խոսեք, խնդրում։ Խնդրում եմ տեղից շարունակել, պահում այն աշխատակարգը, որը սահմանում է ինստիտուտը։ Շնորհակալություն։ Պարոն նախարար, հստակեցնեք, թե դուք ուզերքին որպես ով եք մասնակցում, պաշտպանության նախարարություն Պապիկյան, ԿԲ վարչության համահիմնություն Պապիկյան, թե պարզապես քաղաքացիություն Պապիկյան, դուք նշում եք, որ ներում եք զինված ուժերի մասնակցությունը ուղղակի, բայց ես հիշեցնում, որ երբ դուք եկաք Սուրբ Գրիգոր Զարուհի եկեղեցու, ձեր հետևից բազմաթիվ քաղաքացիներ են գալիս, արդյոք դուք եք հորդորել, խնդրել կոչարել, որ իրենք ձեր ետևից գային, եւ Պարոն Շաքարյանի մասով եւ մենք ենք դիմել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի, որովհետեւ Պարոն Շաքարյանը այդպես մեզ ասաց, այստեղ հակասություն կա, եթե Պարոն Շաքարյանը բացառապես քաղաքացի է ներկայացել այդ երկրի, ոչ աշխատանքային օրով, ոչ աշխատանքային ժամին, ինչու է սլակները ում դեպի պաշտպանության նախարարություն եւ Պարոն Պապիկյանը եւ անհետացավ Հայաստանի Հանրապետության իշխան տարածքով օկուպացրած ադրբեջանական նորմանելով սահմանազատման եւ սահմանադրման աշխատանքների, բայց հողի վրա այս ագրեսիվության անգամ սահմանազատման եւ սահմանադրման աշխատանքներ չեն իրականացում։ Ոնց որ հասկանալ ինչ եղան
Շնորհակալ եմ։ Ես ձեր վերջին հարցին անդրադարձած դեպության, այսինքն ես չեմ անդրադառնա ինստիտուտների, որոնք առ ոչինչ են կամ գոյություն չունեն։ Նորից եմ ասում, ես չեմ ճանաչում որևէ վիրտուալ կառավարություն կամ մտածածին կառավարություն, որը ինչ-որ իրավական ակտեր է ընդունում։ Բոլորին պարզ է, որ դրանք առ ոչինչ ակտեր են կամ, չգիտեմ, ինչ-որ շրջանակի սփոփելու կամ իրենց գոյությունը կամ ներկայությունը եւս մեկ անգամ մատնանշելու համար է արվում, իրենց գործն է, կարծում եմ սա իմ քննարկելու բանը չէ, եթե կարիք լինի որ սրան արձագանքեն իրական մարմինները, կարձագանքեն պատկան մարմինները։ Ինչ վերաբերում է նրան, թե որպես ով եմ մասնակցել ուխտերթին, մասնակցել եմ որպես Հայաստանի քաղաքացի, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եւ որպես պաշտպանության նախարար, որովհետեւ ես այս պաշտոնը զբաղեցնում եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, որպես կառավարության անդամ եւ բնական է, որ սրանք իրար հետ փոխկապակցված դերեր են եւ այդ դերից ես ոչ միայն չեմ խուսափելու, այլև այո նշելու եմ, որ ես մասնակցել եմ որպես նաեւ պաշտպանության նախարար, որովհետեւ ես դրան զուգահեռ նաեւ քաղաքացի եմ, նաեւ քաղաքական գործիչ եմ, հարգելի գործընկերներ, ես ուսադիրներ չեմ կրում, ես զինվորական չեմ, իմ քաղաքական գործունեությունը օրենքով ոչ միայն արգելված չի, թույլատրելի, այլև խրախուսելի է։ Հիմա եթե տարբեր հանգամանքներից ելնելով կամ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների բերումով ես քաղաքական գործունեությունից որոշակի գուցե նահանջել եմ, զբաղվում եմ իմ գործով այս պահին որպես պաշտպանության նախարար, բայց դա նույնպես քաղաքական գործունեության մաս է, պարտադիր չի, որ ես ամեն օր հանդես գամ հրապարակային հայտարարություններով կամ հարցազրույցներ տամ, ես շարունակում եմ մնալ իմ դերում եւ բնականաբար իմ քաղաքական կուսակցության բոլոր որոշումների ջատագովն եմ եւ առաջ մղող։ Շնորհակալ եմ։ Բայց նաեւ ինքնիշխան տարածքի հետ կապված բազմիցս դրա մասին խոսվել է, ես ինքս նշեցի, այդ հարցը պիտի կարգավորվի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի շրջանակներում։